Եբրայեցիներին 6-րդ գլուխ։ Ուստի Քրիստոսի մասին եղած նախագիտելիքները թողնելով, գանք չափահասներին սահմանված ուսուցմանը, առանց վերստին կանգ առնելու մահացու գործերից ապաշխարելու, դեպի Աստված հավատի, մկրտությունների վարդապետության, ձեռնադրության, մեռելների հարության և հավիտենական դատաստանի վրա։ Եվ արդ այս բանը պիտի անենք, եթե Աստված թույլ տա, որովհետև մեկ անգամ մկրտվածների համար, որ ճաշակեցին երկնավոր պարգևներից, հաղորդակից եղան Սուրբ Հոգուն, ճաշակեցին Աստծու խոսքի վահելչությունը և հանդերձյալ աշխարհի զորությունները ճանաչեցին, եթե սայթաքեն, անհնար է երկրորդ անգամ ապաշխարությամբ նորոգվել, որովհետև նրանք վերստին խաչն են հանում Աստծու որդուն և դարձյալ նրան խաղք ու խայտառակ դարձնում։ Քանզի այն հողը, որ խմում է շատ անգամ իր վրա թափված անձրևը և օգտակար արդյունքներ է տալիս նրանց, որոնց համար մշակվում է, Աստծուց օրհնություն է ստանում։ Իսկ եթե փուշ և տատասկ է տալիս, նա անպետք է և արժանի է անեծքի, և նրա վախճանը այրվելն է։ Սիրելիներ, թեպետ այսպես եմ խոսում, բայց վստահ եմ ձեզ վրա, որ լավագույն ուղու վրա եք, մանավանդ որ այն առաջնորդում է փրկությանը։ Անարդար չէ Աստված, որ մոռանա ձեր գործերը և սերը, որ ցույց տվեցիք իր անունով, քանի որ ծառայում էիք սրբերին և ծառայում եք մինչև այժմ։ Եվ մենք ցանկանում ենք, որ ձեզնից յուրաքանչյուրը նույն փութաջանությունը ցուցաբերի, որպեսզի ձեր հույսը մինչև վերջ հաստատ մնա։ Չենք ուզում, որ դուք ծուլանաք, այլ նմանվեք նրանց, որ հավատով և համբերությամբ ժառանգեցին խոստումները։ Երբ Աստված Աբրահամին իր խոստումը տվեց, քանի որ չկար ավելի մեծ մեկը, որ նրանով երդվեր, նա ինքն իր վրա երդվեց և ասաց. «Այո, օրհնելով պիտի օրհնեմ քեզ և բազմացնելով պիտի բազմացնեմ քեզ»։ Եվ այսպես համբերատար լինելով, Աբրահամը հասավ խոստմանը։ Արդարև, մարդիկ երդվում են նրանով, ով մեծ է իրենցից, և նրանց մեջ եղած ամեն հակառակության վերջնական վճիռը երդումն է։ Ահա թե ինչու Աստված կամենալով առավել ևս ցույց տալ իր նպատակի անփոփոխ լինելը խոստման ժառանգորդներին, օգտագործեց երդումը, որպեսզի երկու անփոփոխելի բաներով, որոնք ցույց են տալիս, թե անհնար է, որ Աստված սուտ խոսած լինի, մենք հաստատուն մխիթարություն ունենանք։ Մենք, որ նրան ապավինեցինք կառչելու գալիք հույսից, որը ապահով և հաստատուն խարիսխ է մեր հոգու համար, որ թափանցում է վարագույրից ներս, ուր մեր նախակարապետը Հիսուսը մտավ մեզ համար, լինելով հավիտենական քահանայապետ ըստ Մելքիսեդեկի կարգի։